Ողջույն բոլորին, այս տեսանյութը ցանկության մասին է, ինչպես միշտ այն կլինի 4 տարբերակից, պահեք 4 տարբեր հարցեր, ցանկություններ, երազանքներ, պահեք նաև ժամկետ ձեզ համար, որպեսզի հասկանալի լինի ուշանալու դեպքում որքան ժամանակ է ուշանալու, և 4-ը նույն ցանկությունը մի պահեք, բոլորը տարբեր պահեք, մինչև խառնեմ, դուք կողմնորոշվեք, պատկերացրեք ձեր այդ ցանկությունը, այդպես խորացեք այդ ցանկության մեջ, իբր արդեն այդ ցանկությունը եղել է, դուք ձեզ ինչպես եք զգում եւ այլն։ Ահա, հուսով եմ պահեցիք, իսկ մենք կսկսենք առաջին տարբերակից։ Կկատարվի արդյոք առաջին տարբերակի ցանկությունը։ Աստղն ընկավ, համարյա էլի այդպես դիմացը, դա նշանակում է, որ դուք մոտ եք, մի փոքր իրարից հեռու է, բայց ամենայն դեպս, որ երբ որ դիմացն է ընկնում, ոնց որ դուք արդեն մոտ եք այդ ձեր ցանկությանը, ոնց որ հենց այս պահին տեղի չունենում ձեր ցանկությունը։ Ոչինչ բաց չթողեմ, մի փոքր դանդաղ տեղադրեմ։ Ուրեմն առաջին տարբերակում այստեղ ցանկությունը մի փոքր ուշանում է, բայց ոնց որ այդ ճանապարհին եք, այսինքն գնում եք դեպի դա։ Լեզուներ պետք է սովորեք, գուցե ցանկանում եք սովորել, սա ասում է այո, սովորեք, պետք է դա։ Հեռախոս կամ գնեք կամ ձեզ նվիրեն, նաև բիժուտերիա, կամ դուք գնեք կամ ձեզ նվիրեն, օրինակ, նաև սա ոսկին է, ոսկի գնեք ավելի լավ արժեքով մատչելի։ Դե ոնց որ հիմա չէ, երևի կողը սեզոնն է, չգիտեմ։ Հետո գործիքներ գնեք ձեր գործունեության համար, ինչով որ դուք զբաղվում եք, նաև դա վերանորոգում է, այստեղ նաև եւս տուննել է ընկել, դա էլ է նշանակում վերանորոգման սկիզբ կարող եք հիմա չանել, որտեղ գիժմարտ գիժ մի քիչ էլ ապրիլ, եւ դրա համար կարող է դեռ փչանա ձեր վերանորոգումը։ Առողջության հետ կապված, եթե ինչ-որ մեկի առողջության մասին եք մտածում, դեռ ոնց որ բուժման կարիք ունի։ Նվեր կստանաք, բայց ոչ հիմա, երեխաների հետ կապված եւս այստեղ հղիություն, ծննդաբերություն, եւս, հղիությունը մի փոքր կուշանա, ծննդաբերությունը միգուցե եւս էլի իր ժամկետից մի փոքր ուշանա։ Այդպես։ Եվ երեխաների հետ կապված յուրաքանչյուր բան, եթե պահել եք։ Նաև տուն գնել, այստեղ եւս տուն գնել եւ վերանորոգում անել։ Այսքանը առաջին տարբերակի համար, պահեք երկրորդը, ֆիքսվեք ձեր ցանկության վրա, լավ այդպես։ Նույն բանը մի պահեք։ Ահա։ Ֆիքսվեք մինչև խառնեմ։
կկատարվի արդյոք երկրորդ տարբերակի ցանկությունը։ Ցանկությունը մի փոքր ուշանում է։ Ահա, երկրորդ տարբերակում այստեղ բավական բաներ կան, դե ցանկությունը մի փոքր ուշանում է։ Եվ դե եթե ասում եմ հղիություն, ուրեմն հղիություն, ինչ որ մարդկանց է, բայց մի փոքր կուշանա։ Նիհարել, ոմանք այստեղ կարող են նիհարել, եթե ուզում եք, բայց մի փոքր դե պետք է սպասեք, արագ չի լինում նիհարելը, ամենը արագ նիհարելը լավ բան չէ, մսիկները կախվում են, մաշկը կախվում է։ Տեղափոխություն այս բնակարանից այն բնակարան, նաև գումար ստանալը եւս մի փոքր կուշանա, ոչ է վզնոց գնել կամ ոսկի գնել կամ ստանալ նվեր եւս էլի մի փոքր կուշանա դա։ Եվ աշխատանքի ընդունելություն, գործարք կնքել, նաև ծանոթություն հակառակ սեռի ներկայացուցչի հետ, որին կծանոթացնեն ձեզ երրորդ անձնավորությունը, դա եւս մի փոքր ուշ կլինի։ Ոչ է նամակ, փաստաթուղթ, տեղեկատվություն, եթե պետք է ստանաք, դա եւս մի փոքր ուշ դեռ կարող է սպասեք, մինչև ստանաք։ Եվ ընկերներով հավաքվել, որովհետեւ հավաքույթ անել, միգուցե դեռ դրա համար հիմա հարմար չի, հա, ինչ որ մեկը բացակայելու է, դրա համար ուզում են բոլորով լինեն եւ հավաքվեք, ուրախանաք։ Հաղթանակներ չկան, հետաքրքիր են։ Այսքանը նաև երկրորդ տարբերակի համար, պահեք երրորդը, բայց նույնը մի պահեք, չի կարելի։ Ուրիշ բան պահեք։ Նայենք երրորդ տարբերակը։ Ամբողջությամբ ուրիշ բան պահեք, ֆիքսվեք, կանգնեցնել, տրամադրվել, դրան նոր հետո հետ գալ։ Ահա, կկատարվի արդյոք երրորդ տարբերակի ցանկությունը։ Ցանկությունը կատարվեց, շնորհավորում եմ բոլորին, ովքեր որ պահել էին երրորդ տարբերակը։
Ահա, երրորդ տարբերակի համար շնորհավորում եւս մեկ անգամ բոլորին, ովքեր պահել էին, այնպես որ ձեր ցանկությունները կիրականանան, ուղղակի այս ինչ որ ընկել է, դա հավելյալ է։ Այստեղ ինչ որ մեկից բաժանում, եթե ցանկանում եք, որ այդ տվյալ անձնավորությունը ձեզ այնտի վերջո հեռանա, գնա, հանգիստ թողի ձեզ, ապա նա ձեզ հանգիստ կթողի, կկարողանաք հեռանալ իրենից։ Լինի դա ընկերուհի, ընկեր, թե մեկ այլ մարդ։ Այստեղ տուն գնել, եւս տուն գնելու համար է, այստեղ կկարողանաք տուն գնել, նաեւ վերանորոգում սկսել եւս։ Ծնունդ, որը ուզում եք անել ձեր իսկ ցանկությամբ, ինչպես որ դուք եք ուզում այդ ծնունդը անել, պատկերացնում եք դա, այդպես հենց կկարողանաք անել։ Եվս այստեղ կա երկու ծնունդ կա, այնտեղ մեկը երեխաներին է նվիրված, մեկը ընտանիքին է նվիրված, եւս երկուսն է կկարողանաք անել։ Նաև հաղթանակ է սա, ինչ որ հարցում հաղթանակած դուրս գալ է։ Սա նշանակում է, որ մրցույթում կարող եք հաղթել, հարցազրույցում, քննությանը եւ այլն, ամենտեղ այստեղ կարող է լինել հաղթանակ։ Եթե սպորտի հետ կապված է հատկապես եւս, ճիշտ է, այստեղ նայեք սպորտն է կա։ Սպորտի հետ եթե կապված է հատկապես այն կհաղթեք։ Այսքանը երրորդ տարբերակի համար, լավ էր գոնե աստղն ընկավ։ Եվ գնանք չորրորդ վերջին տարբերակը։ Ֆիքսվեք ձեր ցանկության վրա, որպեսզի այն կատարվի, այն կարողանաք տալ քարտերին։ Ահա, կկատարվի արդյոք չորրորդ տարբերակի ցանկությունը։ Ոչ աստղն ընկնում, ոչ նրանք։ Աստղը է սա, հա, մի փոքր այսօրին կողմը։ Ահա, չորրորդ տարբերակում աստղը իրարից հեռու են, մի փոքր կուշանային ինչ որ դուք եք ուզում։ Նաև այստեղ լեզուներ պետք է սովորեք ամենակարևորը։ Նաև այստեղ ուժ կունենաք, ինչ որ, հա, եթե ոնց որ ուզում եք ուժ ինչ որ մի բանին դիմանալու կամ ինչ որ մի բան անելու համար, սկսելու համար, հա, դա կունենաք, բայց ոչ հիմա, դեռ պետք է ոնց որ պատրաստական աշխատանքներ տանեք ձեզ հետ։ Նաև ընտանի կենդանի, որը եթե ուզում եք բայել, ոչ հիմա։
Նվեր ստանալը եւս էլի մի փոքր պետք է սպասեք, տունը վերանորոգելու հետ կապված, տունը գնելու հետ կապված եւս պետք է մի փոքր սպասեք, որովհետեւ այստեղ գումար անեք, գումարը անգամ մոտ չէ։ Ծնունդ, եթե ցանկանում եք ծնունդ նշել, ինչ որ մեկի ծնունդը, ապա դա եւս մի փոքր ուշ, եթե ուշ է, հա, ծնունդը, օրինակ հունիսին է, ապա հա, սա իհարկե կլինի։ Եվ հեռախոսազանգ, շատ կարևոր հեռախոսազանգի եք միգուցե սպասում, դա եւս կարող է մի փոքր ուշանալ։ Հուսով եմ ոչինչ բաց չեմ թողել ես այստեղ։ Չէ, բաց չեմ թողել ոնց որ թե։ Դե թե բաց եմ թողել, կարող եք մեկնաբանություններում գրել։ Այսքանը դες համար թող որ բոլոր ցանկությունները կատարվեն, երբ որ իրոք պետք է դա ձեզ, երբ որ Աստված է այդպես կամենում, որովհետև ոչ միշտ է, որ պետք է մարդուն այն ինչ որ դուք եք ուզում։ Նա կարող դուք ուզում եք, բայց դա այդպես չէ, պետք չի դա լինի։ Դրա համար պետք չի նեղվել, եթե չի լինում, ուրեմն ինչ որ ջանքեր չեք գործադրում, իսկ եթե դեզ այնց կախված չի, ուրեմն դա ձերը չի։ Ինչ որ մեկ ինձ սիրում է, ինչ որ մեկ հետ կհանդիպեմ, կհաշտվեմ, նման բաներ, ուրեմն եթե պետք է չհաշտվեք, ուրեմն այդ մարդը ձերը չի, պետք է իրեն բաց թողեք։ Նոր մարդ է սպասում ձեզ, որը ավելի լավն է միգուցե իրենից, ավելի հոգեհարազատ է, հա, ավելի հարազատ մարդ է։ Այսքանը թող որ ձեր ցանկությունները կատարվեն միշտ այնպես, ինչպես դուք եք ուզում, այնպես ինչպես Աստված է կամենում։ Լավ եղեք։